Մտահոգությունները շատ լավ է, որ գոյություն ունեն, բայց եթե բերվել է նախագիծ արդեն հանձնաժողովից հասել է լիագումարնից, նշանակում է վերլուծությունները եւ թվաբանությունը տակը դրված է գլխավոր շտաբի կողմից մշակված, որովհետեւ այն նպատակը հիմա որ դրված է այս կառավարության այս նախաձեռնության մեջ, դա այն ռազմավարության հաջորդ քայլն է, որը որդեգրված է կառավարության ծրագրում։ Իհարկե, մեր ընդդիմադիր գործընկերները սրա մեջ մի փոքր հնչեցրեցին, որ սա կարող է կապված է ապագա ընտրությունների հետ, հանձնաժողովի նիստում միանգամից դա բացառվեց, որովհետև այս նպատակին մենք վաղուց ենք գալիս եւ այսօր ստեղծված իրավիճակը թույլ է տալիս անել սա։ Վերջին հաշվով այսօր պաշտպանության նախարարին եթե լսել եք, մեր հարևան պետությունները Վրաստանում 1 տարի է ծառայությունը, Ադրբեջանում վաղուց 1.5 տարի է եւ խաղաղության նպատակը, որ դրված է այսօր մեր քաղաքական ամենակարևոր որպես նպատակ, ուղղություն, ինքը այսօր արդեն հնարավորություն է տալի թեվակողել պրոֆեսիոնալ բանակի տվյալ փուլը, ինչու եմ ասում, որովհետեւ Պաշտպան Հարենյանցի, չգիտեմ, այսօր ոնց որ թե պաշտպանության նախարարը թիվը չասեց, բայց դա բավականին շոշափելի թիվ է, որդեգրված ըստ էության իր գրավչությամբ։ Եվ այդ թիվը անդադ մեծանում է, դա է հենց պրոֆեսիոնալ բանակի հիմքը։ Եվ այդ թիվը մեծանալով զորակոչային թվերի մեջ մենք կարողանում ենք կառավարել այդ ամենը եւ թվականակի խնդիր չունենք, որովհետեւ վերջին հաշվով մենք պատկերացնում ենք պրոֆեսիոնալ բանակը իր բոլոր դրսևորումներով, այն ինչ որ տարիներ շարունակ, գուցե 94-ից սկսած մենք դիրքապահ բանակ ենք տեսել, որոշակի սահմանապահ դրսևորումներով։ Այսօր մենք ստեղծում ենք եւ սահմանապահ զորքեր, եւ կանոնավոր բանակի այն կառույցները, որոնք իրենք գտնվելով մի քիչ ավելի հետնամասում ձեռք են բերում մարտական ավելի լուրջ փորձառություններ, նոր իրավիճակներում եւ նոր բյուջեով նախատեսված ծախսերի տրամաբանության մեջ։ Հնարավոր է հետո 1 տարի դարձվի։ Այս պահին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ եթե մենք հաշվել ենք, որ հիմա 1.5 տարին այդ հնարավորություն ունենք, մենք այսօր կշարժվենք այդ իրողություններով։ Եթե հնարավոր լինի բանակը գա այն մակարդակին, որ ինքը 1 տարին բավարար կլինի եւ կրթվելու եւ ծառայության ընթացքում ձեռք բերել այն հմտությունները, որը անհրաժեշտ կլինի մեր պաշտպանական ռազմավարության նպատակները սպասարկելու համար, բնականաբար այդ հարցը քննարկվի։ Պարոն Քոչարյան, խոսենք նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, 10 եպիսկոպոսներ հայտնի հայտարարություն գիտեք երևի։ Նրանք նաև անդրադարձ են կատարել 1990 Բանակի թեմային են անդրադարձել։ Եկեք բանակի թեմայով խոսենք։ Ես ձեզ ասեմ, որ բանակը ունի գնդերեսների ստորաբաժանում, որոնք իրենց ծառայությունը տանում են եւ հոգեվոր դաշտում եւ քանի որ ծառայության մեջ են նաև բանակում, ասեմ ձեզ 44 օրյա պատերազմի ընթացքում մենք ունենք նաև վիրավորում ստացած բավականին մի շարք հոգեվորականներ։ Նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Ես ուզում եմ ասեմ, որ դուք եթե նկատեցիք, ես Երուսաղեմից երեք եմ վերադարձել։ Եթե հոգեվոր նպատակների մասին եք հարցնում, որովհետև այն ծրագիրը, որ սկսել ենք 44 օրյա պատերազմից հետո, վիրավոր զինվորականներին Երուսաղեմ տանելու եւ այնտեղ որոշակի հոգեվոր սնունդ ստանալու, դա նորից դարձավ իրականություն եւ դա շատ կարեւոր է։ Պարոն Քոչարյան, զեկույցի հետ կապված դուք նշել էիք, որ ամեն դեպքում մեխանիզմներ պետք է մտածել հրապարակայնացնելու որոշ մաս, բայց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում երբ խոսում էր հարց ու պատասխանի ժամանակ նախորդին, ասում էր չկա այնպիսի բան այդ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող զեկույցում, որի մասին ես չգիտեմ։ Բնականաբար հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանը մի վարքյան ոչ։ Այդ զեկույցը գնահատական էր եւ ձեզ էր ուղղված, որ հանրայնացնելու կարիք չկա։ Չէ, այդպիսի բան ես չեմ հասկացել, թե դուք ինչի եք այդպես պատկերացրել, լավ չեմ հասկանում, որովհետև երեք էլ պարոն Փաշինյանը անդրադարձավ զեկույցի այն հատվածին, որը ինքը ներկայացրել է քննիչ հանձնաժողովում, մոտավորապես 10 ժամ։ Իհարկե դա բանակցային գործընթացին է, բայց քննիչ հանձնաժողովում չի քննվել միայն բանակցային գործընթացը վարչապետի ըստ էության ներկայությամբ։ Բազմաթիվ հարցեր են քննվել տարբեր մարդկանց, տարբեր պաշտոնյաների, եւ զեկույցը այսօր գտնվում է գաղտնի մասում։ Դա նորից եմ ասում, ես այսօր էլ իմ եզրափակիչ խոսքում անդրադարձ արել եմ զեկույցին ի պատասխան Սերյան Օհանյանի այն հնչեցրած տեսակետին, որ Արցախը հայաթափվել է կուսակցական ինչ-ինչ ծրագրերի տրամաբանության մեջ։ Իհարկե դա ճիշտ չի, ոչ միայն ճիշտ չի, դա
սուտ է, որովհետև զեկույցը, եթե մասնակցեին զեկույցի ստեղծմանը եւ մասնակցեին քննիչ հանձնաժողովի աշխատանքին, շատ լավ պատկերացում կունենային մեր պարտությունների պատճառը որտեղ պետքա տեսնել։ Այն ինչ որ զեկույցը ներառել է, ասեմ ձեզ, որ մի շարք պատգամներ չեն զելացել եւ ծանոթանում են, եւ ես համոզված եմ, որ այս ընթացքում շատ-շատերը կծանոթանան, բայց ես էլի կրկնում եմ իմ ցանկությունը, որ զեկույցը չի կարա փակվել միայն պետական կառույցների փակ քննարկումների միջավայրում։ Զեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը նաև ձեզ։ Եվ ինչպես պետք է դա իրականացվի։ Դա կյանքը ցույց կտա։ Այդ հարցը բարձրացնում եք, բայց արձագանք չկա։ Չէ, այդպես չի որ արձագանք չկա։ Ասում եմ մի քիչ էլ համբերեք, որովհետև այս այն զեկույցն է, որը չի կարա երկար մնա գաղտնի բաժնում, ինքը պետքա իր ճանապարհը հարթի, ինչ որ կանոնակարգ օրենքում նախատեսված էր։ Հիմա ինքը ոնց պետքա նորից իր հաջորդ կանգառը որտեղ կլինի, դա ցույց կտա նաև զեկույցի նկատմամբ սպասելիքները։ Ես քանի որ իմ քաղաքական գործունեության ընթացքում առնչվել եմ շատ զեկույցների, հատկապես մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցը, որը իր խնդիրը լուծեց 17 տարի հետո, Քարորիա պատերազմ զեկույցը, որը այսօր արդեն Քարորիայի զեկույցի դրվագների մասին խոսում են, որտեղ Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի հետ կապված Պուտինին գրած նամակը, դրանք արդյունք են Քարորիայում այն իրողությունների, որը միշտ թաքցվել է, իսկ մեր զեկույցը քննիչ հանձնաժողովի այդ իրողությունները բացահայտել է։ Վերջին հաշվով Պուտինին ինչ ասում Սերժ Սարգսյանը, որ սա է իրողությունը եւ ինչեր գնաց է Արցախ։ Այդ ամբողջի բացատրությունները գտնված են Քարորիայի զեկույցում, 44 օրյայի զեկույցը իր ծավալով եւ խորությամբ ավելին է, քան Քարորիայի զեկույցը։ Եվ դուք պատերազմի հետ կապված ասում եք, որ մի քանի օր առաջ մենք իմացել ենք պատերազմի մասին։ Մենք իշխանությունը իմացել է, բայց Ալեն Սիմոնյանը նշել էր հարցազրույցներից մեկում, որ չենք իմացել պատերազմի մասին։ Ես հիմա հանդես եմ գալի, հասկացա։ Ես հանդես եմ գալի որպես քննիչ հանձնաժողովի ղեկավար։ Պարոն Սիմոնյանը կարա այդպիսի տեսակետ ունենա, բայց բավական է քննիչ հանձնաժողովի զեկույցը մանրամասն հետախուզության մասով ընթերցվի եւ այնտեղ նաեւ ժամկետները հստակ նախանշված են, թե որ աղբյուրներից ենք ստացել։ Դա մեր ուժերով ա եղել, դրան զուգահեռ եղել են տարբեր շեղող, հա, ինֆորմացիոն հոսքեր, որի մասին ես խոսել եմ եւ եթե նկատեցիք Արշակ Կարապետյանը հեռավոր Մոսկվայից այդպես փորձեց ինձ արձագանքի խոսապեց իմ անունը տալուց, բայց ես ուղիղ ասել եմ, թե ինքը ինչ աղբյուրներով մեզ կոնկրետ ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց մեր հետախուզությունը ի պատիվ մեր աղբյուրների մենք պարզապես ուշ ենք ձեռք բերել այդ տեղեկատվությունը, չասեմ որ աղբյուրներից, բայց դա մենք իմացել ենք, բանակը բերվել է կոնկրետ ինչ-որ վիճակի, բայց բանակը մինչ այդ ինչ վիճակում է եղել, այլ խնդիրը դրա մեջ է։ Այսինքն բավարար պատրաստվածության չի բերվել Բանակը, եթե քննադատում են, ասում են, թե բավարար պատրաստվածության, եթե առաջնագծից սկսած, բնականաբար, եթե բանակի առաջնագիծը լիներ այնպես կահավորված, ոնց որ հիմա է, եթե մենք հիմա խոսում ենք ամրոցների մասին, այն ժամանակ մենք միայն տեսել ենք Բանգա Բութուլգեկը, Թողսերյան Օհանյանը ներինց, բայց ինքը այն ժամանակ չի ունեցել այդ հնարավորությունը ամրոցներ կառուցելու, որովհետև այն ժամանակվա գումարը գնացել է դղյակներ կառուցելու համար։ Իսկ այսօր գումարը դրվել է հենց անվտանգային նպատակների համար, եւ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այնտեղ ծառայություն տանողը շատ պաշտպանված է, շատ բարձր մակարդակի, օդից, դիմացից եւ հետևից։ Սերժ Սարգսյանը ոսո պաշտպանության նախարար չէ եղել։ Եթե հանկարծ ուրիշ մարդ ասեր, ես կզարմանայի, բայց երբ որ Սերժ Սարգսյանը ասում է, երբ որ հակառակորդը մտածում է հարված հասցնելու, բա ում պիտի խփեր։ Ոչ չէր խփելու որևէ բան առևտրի կենտրոնի։ Պիտի խփեր հոբ համակարգին։ Իհարկե հնարավոր է, նայած թե դու ինչքանով ես պատրաստ հարված հասցնելու։ Բա որ ասում ենք, ինչի չեք պատրաստում, երբ որ տեսնում եք, թե հակառակորդը խոցելու ինչ սպառազինություն է ձեռք բերում, բա պիտի խփեր։ Խփելը նաև կառավարման կենտրոնին, մենակ հոբ համակարգը չի եղել։ Այո, պիտի խփեր, որպեսզի օթել լիարժեք ինչ ուզենար աներ։ Այ մեր հոբ համակարգերը ինչու չէր արդիականացվել իրենց կառավարման շրջանում։ Իր եւ Ռոբերտ Սեթրակովիչ։ Ուշադիր լսեք ինձ։ Հոբ համակարգերը արդիականացվել են 18 թվականից հետո, երբ որ տոր համակարգերը ձեռք բերվեցին։
բայց դա բավարար չէր, այդ հաշվարկները բավարար չէին ամբողջը պահելու։ Երբ որ վարչապետը առաջարկում է գնանք մի հատ նոր ձեռքբերված սպառազինություն տեսեք, գնացինք եւ ես ի զարմանալի չտեսա ոչ մի դիմադիր պատգամավոր։ Ինչու՞, որովհետեւ այնտեղ հոբ համակարգի ղեկավարը մեր գեներալը, երբ որ զեկուցում էր, պարզ երևում էր, թե նոր ձեռքբերված սպառազինությամբ մենք մեր երկրի տարածքի ինչքան մասն են կարողանում այս բանը ծածկել։ Այն ժամանակ այդ հնարավորությունը չենք ունեցել։ Հնացած համակարգեր, այս 300-եր եւ այլն։ Համակարգը չէ, որ այդպես չէր, առաջի օրը չվերա։ Դուք ինչից եք խաբար 16 թվականից։ Այդ հարցը որ տալիս եք։ Դե հիմա ես ասում եմ ձեզ, ոչ այդպես չէր։ 16-ին նույն հնացած համակարգերն էին, որտեղի նույնիսկ պայստամասերը արկա չէր, որ լավ իմանաք։ Դրա համար խորհուրդ կտամ, որպեսզի ձեր խմբագիրը եւ լրագրողների շատերը, եթե ունենան հնարավորություն 16-ի զեկույցին ծանոթանան։ Քննադատում եմ պարոն Քոչարյան, ասում են ամբողջական չէ զեկույց այն առումով, որ պաշտպանության Տիգրան Աբրամյանն ասում է Շուշիի պաշտպանությունը ստանձնած պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը չի հարցաքննվել։ Մինչդեռ եթե մենք եզրակացություն են անում եւ վերլուծություններ, պարտադիր էր նրա հետ եւս զրուցել եւ եզրակացության Պարոն Աբրամյանի տեսնում եք, որ մեկ գալիս է հանձնաժողովի նիստին վերջերս եւ դա շատ լավ է։ Բայց պարոն Աբրամյանին ունեցել է հնարավորություն մասնակցել մեր աշխատանքին, այնտեղ ինքը կիմանար, որ եթե կան քրեական գործեր, քննիչ հանձնաժողովը չի կարող տվյալ պաշտոնյային կանչել իր մոտ։ Բայց չի Բնականաբար դրան առնչվող տեղեկատվությունը մեզ հասանելի եղել եւ մինչեւ հիմա մենք նոր 50%-ն ենք տեղափոխել մեր հավաքագրած նյութերի առաջի բաժին, պատկերացնեք ծավալը։ Ինչքան ժամանակ է, որը 215 էջեր հիմա դարձավ 500, երբ որ այդ նյութերը եկան տակը լրացվեցին, իսկ ամբողջ տեղեկատվական ծավալը արդեն ամսից ավել է, չէ՞։ Իսկ Շուշիի մասով ինչ Ամսի 3, հա, ամսից ավել է, դեռ 50%-ն ենք տեղափոխել ներքև։ Իսկ Շուշիի հետ Հիմա դուք ինձանից մի պահանջեք բացահայտումներ, հուշ գաղտնի ինֆորմացիան լրատվամիջոցներին տեղափոխելու համար։ Ես դա հայտարարել եմ, դուք տեղակ չեք, տեղյակ եք, չէ, բայց դուք չէ որ պարծատեսի կարգավիճակ ունեք, Տիգրան Խաչատրյան, դուք ապատանից ենքոմ տեսնում եք, թե ես ինչ եմ խոսում վարչապետի հետ, ես պատասխանել եմ հավասարան հետ լրատվամիջոցին տված իմ հարցազրույցում, գնացեք հետ տվեք, լսեք, բա որ գիտեք ինչ եք բանանում, Մենք չգիտեինք հիմա իմացաք, իմացաք, չէ, սա նշանակում է, որ այն քննադատությունը, որ մինչ այդ կար մամուլում, որ դուք հնարավոր է հաջորդ ազգային ժողովում չլինեք, հաստորեն փոխվել ինչ-որ բան, ով է ձեզ ասել, որ հնարավոր է, ժողովրդերն եք կարդացել, քիչ կարդացեք, այլ ինձանից լսեք, ձեր պատասխանեցի, ես ասել եմ երաշխավորությունը ով է տվել եւ դա տրամաբանված է, որ տրվել է խմբակցության ղեկավարի կողմից, ուրիշ հարց չտակ, մնացածը կարդացեք ժողովուրդ թերթի էջերում։ Շարունակեք լինել։ դա է եղածը, սա հերքում է այդ պնդումը, որ երբ որ Տիգրան Խաչատրյան, դուք բարձրագույն կրթություն եք ստացել, հարցը մի շարունակեք եւ որ պատասխանը ստացել եք։ Կշարունակեք հանձնաժողովի նախագահ մնալ։ Ես հիմա հանձնաժողովի նախագահ եմ, որովհետեւ ընտրված եմ։ Չգիտեք, որ պետք է լինեն ընտրություններ, ընտրությունից պետք է ձևավորվի իշխանություն։ Իշխանության ձևավորից հետո պետք է ձևավորվեն հանձնաժողովները, մրցակցություն կա մեր ֆրակցիայում, այսինքն մեկ տեղի համար միշտ եղել են մրցակցային մասնակիցները դնում են իրենց տեխնոլոգիաները, երբ որ կընտրվեմ եւ կարիք կլինի, որպեսզի շարունակեմ, բնականաբար ես դա կդիտեմ որպես իմ աշխատանքի գնահատական։ Ձեր հանդեպ լարվածությունները հարթվել են արդեն։ Իսկ դուք լարվածություն եք տեսնում։ Դուք էլ չէիք շղթում, որ լարվածություններ ամեն դեպքում Տրիբյունի ձեր բանի լրագրողի կողմից կար։ Տրիբյուն ձեր գործընկերոջ։ Եվ որոշակի լրատվամիջոցներ, երբ որ առավոտյան ստանում եք հրահանգ, լարվածության բովանդակություն ձևավորելու, ուրա լարվածություն հիմա կա, տեսնում եք։ Չէ, ասեմ հարթվեցին։ Իսկ դրանք ինչպիսին են եղել, որ պետք է հարթվեին։ Լարվածության օջախնել եք դուք ստեղծում, օջախնել դուք ձեր ձեռքով ոչնչացնում եք։ Նորմալ է։ Քաղաքական գործիչը պետք է կարողանա եւ հարվածներ ընդունի եւ հարվածներ հասցնի քաղաքական։ Ոչ թե բռնցքներով, այլ քաղաքական խոսույթի միջոցով։ Վերջի շրջանում ձեզանից եմ ստացի, երբ որ պատուհանից են կողմից պարծառատեսի կեցվածքով տեսան։ Լավ, դե դրամա էլ ասում են, որ դուք պայծառատես եք։ Այդ դիտավորություն կա, պարոն Քոչարյան։ Հիմա դուք եկել եք իմ հետ կռվեք հարցեր տակ։ Ես չեմ կռվում, հարցը տվեցիք, թողեք մյուսները տան, Տիգրան Խաչատրյանը։ Դիտավորություն կա։ Դուք եք հիմա որոշում ով տա հարց։
խորքը, որում չապահովեցին այդ օրը, դուք դիտավորություն տեսնում եք։ Ես ասեմ, ես իմ մեկնաբանությունը տվել եմ, որովհետև ես քարտուղարության աշխատակիցների մոտով անցել եմ եւ բնականաբար, եթե ես պետք է հաջորդ ելույթ ունենա, ինձ պետք է պարզապես տեղյակ պահեն։ Այդքան բան։ Երբ որ ես չեմ եղել դալիճում, կարող են տալ մեկ այլ բանախոսի, որից հետո ես կտային ձայնը ինձ եւ ես բնականաբար կանոնակարգ կորիքի պահանջով պարտադիր ելույթ ունեցողների ցանկում եմ եղել եւ կտա եւ ամեն ինչ նորմալ անցել վերջացել է։ Եվ վերջին շուտ եղել են դրանից հետո դեպքեր, երբ որ 20 րոպեելի ընդմիջումներ ա եղել, քվորում չի եղել, այսպես դրամատիկ ինչ որ մի լարվածության օջախ փնտրել եւ նորից բերել այն իրողություններին, որին դուք մասնակից եղել եք, դուք ամբողջությամբ չէ։ Որոշ մասը լրատվամիջոցների, որոնք առավոտյան երբ որ արդյանում են, այսպես ինստրուկցիան նաեւ մեյլերի տեսքով ստանում են։ Խնդրեմ, ուրիշ։ Պարոն Քոչարյան, կան պատգամավորներ, որոնք փաստացի չեն առաջադրվել, չեն ցանկանում շարունակել իրենց գործունեությունը, ինչ բացատրություն ունեք։ Հաստատություն կա, թե Փաշինյանն է ասում, որ իրանք չառաջադրվեն, արդյունավետ չեն եղել։ Ես ասեմ, որ ամեն մի պատգամավոր ինքն է իր բացատրությունը տվել։ Եվ պարոն Սուքիասյանը, եւ Տիկին Պողոսյանը, եւ Հրաչ Հակոբյանը, ել չգիտեմ մնացածել ովքեր են, որ որոշել են չդնել։ Երևի կյանքի հաջորդ, հա, ընթացքում իրենք որոշել են որտեղ իրենց կտեսնեն ավելի էֆեկտիվ իրենց աշխատավայրը որտեղ են տեսնել։ Հիասթափություններ չկան։ Դուք ինձ հիասթափություն զգացիք ես զրուցին։ Չէ, դե դուք առաջադրվել եք իրենց կողմից։ Հարցը առաջադրվելի չի։ Վերջին հաշվով նաև ես որ ասում եմ աշխատանք միայն զեկույցները չի, աշխատանքը այն ճանապարհն է, որ մենք անցել ենք նույն անվտանգային միջավայրում մեր գործընկերների հետ, որի արդյունքում մենք այսօր ունեցանք հնարավորություն բանակի ծառայության ժամկետը կես տարով կրճատել։ Դա արդյունքա թե չէ։ Դա ծնողների համար արդյունքա թե չէ։ Դրա մեջ չգիտես ինչի շատերը փորձում են վատ բան տեսնեն, չգիտես ինչի ուզում են տեսնեն, որ մեր երկիրը դարձավ անպաշտպան։ Երբ որ ծրագրային առումով, եթե մասնակից լինեն այս բոլոր պրոցեսներին, տեսնեին, որ սա տրամաբանական քայլերի հաջորդ քայլն է, իսկ ինչ պետք է անել սրանից հետո հաջորդ քայլերով, դա ուղղված է լինելու եւ կրթությանը, եւ ուրեմն ինժեներական աշխատանքներին, եւ բանակի կանոնակարգային հարաբերությունները ավելի բարձր մակարդակով կառավարելի դարձնելուն եւ այդպես շարունակ։ Ամեն օր, երբ որ մենք զոհ չենք ունենում հակառակորդի կրակոցից, մեր կրակոցից, այսինքն հոգեբանական այդ իրողությունները եթե հաղթարված են, դրանով պետք է ուրախանալ։ Դրամ էլ բանակի գրավությունը ամեն օր բարձրանում է այն առումով, որ երբ որ լուծում է սոցիալական խնդիրներ, երբ որ այդ գրավչության հետ կապված նաև ծառայության ընթացքը սկսում է փոխվել, այսօր էլ մենք լսեցինք, թե մեր գործընկերոջ երեխան, որը ծառայության մեջ է, ուզում է շարունակի պաշտպան հայրենասու, որովհետև տեսնում է այնտեղ հեռանկար։ Ամենակարևոր բանը տեսնել հեռանկար, որտեղ ուզում ես լինի ազգային ժողովում, ուժային կառույցներում, կառավարությունում, սովորական աշխատատեղում հեռանկար պետք է տեսնես, որը որ բերում է քեզ բավարարություն եւ այդ բավարարության աշխատանքի որակը բարձրացնելով բերում է արդյունք մեր երկիրը ավելի գրավիչ դարձնելու համար։ Պարոն Քոչարյան, ձեր իշխանության օրոք մեր ձեր չկա։ Դու մեր իշխանությունից ես։ Բոլորը, նույնիսկ Տիկին Խաչատրյանը։ Նաև աղջիկների կամավոր հիմունքներով պարտադիր ծառայությունը ներդրվեց։ Արդյոք սա արդյունավետ էր, ինչ արդեն 1.5 տարի Այս պայն արդյունավետությունը գնահատելը շատ բարդ կլինի, որովհետև մենք ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն ու ներգրավվածություն։ Բայց գրավությունը անդադ բարձրանալով նաև ես կարծում եմ ունենք բանակում ծառայություններ, որտեղ աղջիկները անփոխարինելի են։ Չասեմ որտեղ եմ տեսնում դա, բայց իրենց տեսակով, համբերությամբ բանակում կային ծառայություններ, որտեղ աղջիկների ամենահարմար տեղն է ծառայության մեջ։